Ուրեմն հերթականության դսեք Վարդան Ղուկասյանի մասին։ Ուրեմն ազատ արձակեցին նրան, ոչ, ինչ արեց դատավորը հետաձգեց։ Ինչու՞։ Այո, որովհետև սպասում էր ես իմ որոշմանը, որը ես հայտարարել եմ։ Նրան կազատեն բանտից միայն այն դեպքում, երբ նա կլքի եւ այդ պայմանով Միացյալ Նահանգները, այլ երկրներ, ցանկացած երկիր, ինչպես իր հայաստանյան անձնագրով, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության անձնագրով առանց վիզա կարող է այդ նույն Ամերիկայում Արգենտինա, Բրազիլիա եւ մի շարք այլ լատինաամերիկյան երկրներ մուտք գործի կան նաեւ այլ երկրներ bez վիզ, առանց վիզա։ Տեսակ որ իմ խոսքն է անցնում։ Կան հարցեր Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված, որտեղ իմ խոսքն է անցնում։ Չեք հավատում, դե սպասեք։ Նա կմնա բանտում։ Եթե նա չհամաձայնվի լքել Միացյալ Նահանգները, ապա նա կմնա բանտում եւ այդ Հայաստան արտաքսելու վտանգը նույնպես կմնա։ Հիմա ինչ վերաբերվում է դրա հետևորդներին։ Ուրեմն նախ եւ առաջ այդ քանի հոգին է ԱՄՆ դեսպանատան մոտ Երևանում քանի հոգի են հավաքվել 50-70 կլորացնենք 100։ Ուրեմն տեսեք Հայաստանում ասում է կուսակցություն ունի, չէ՞։ Այսինքն այդ կուսակցության մեջ էլ ղախպություն եւ ղախպեկ կան, բայց ինչի՞ չէին եկել բոլոր կուսակցականները եկել էին ԱՄՆ-ի դեսպանատում։ Ուրեմն ղախպեկ է։ Անկախ նրանից թե ով է Վարդան Ղուկասյանը։ ԱՄՆ-ում հավաքվածները մի քանի անգամ հավաքվեցին, չէ՞։ Մի 30-40 հոգի Փաշինյանի դեսպանատան մոտ Լոս Անջելեսում եւ բանում Նևադա նահանգում մի 100 կլորացնենք մի 100 հոգի լնձ էլի։ Ուրեմն սաղ իրար հետ շատ եմ կլորացնում, էլի 200 հոգի են ընդամենը Ղախպա Ղուկասյանի հետևորդները։ Բա ուրեմն մնացածը եթե հետևորդները դրա կուսակցական, ուրեմն այդ նույնը Գևորգ Պետրոսյաններն են։ Դες եք ինչքան ղախպեկ կա հայերի մեջ եւ հայաստանցիների մեջ, առավել եւս։ Ավելի ճիշտ ասած հայաստանցիների մեջ։ Հիմա ինչ վերաբերվում է ԱՄՆ-ում հավաքված այդ հետևորդ որ ռոժեկը կողում էին բանը կամերայում Ղուկասյանի սատարելու հոլովակների մեջ ԱՄՆ-ից այդ հաճ հերթով բոլորի դեպորտացնելու են ղախպեկ։ Դու գնացել ես Ամերիկա, Միացյալ Նահանգներ, որ ինչ անես, ղախպա։ Եվ ոնց ես գնացել։ Դա այլ հարց է։ Նախ սկզբից գնացել ես ԱՄՆ դեսպանատում, որտեղ քեզ ստորացել են ստորացուցիչ հարցեր եւ այլն, դու ղախպա ես։ Դու ինչ ղախպա ես, դու պլինտուսի տակի ղախպեն ես։ Որտեղ ես շռում եմ, այ դրա տակի պլինտուսն ես, ղախպա։ Ռեխները փակ հերթով սաղի դեպորտացել ղախպեկ։ Հիմա ինչ վերաբերում է թե ինչու ես որոշեցի, որպեսզի Վարդան Ղուկասյանին չարտաքսեն Հայաստանի Հանրապետություն, նո կողմ թողելով այդ մարդասիրական մտահոգումները, որ հաշվի հարդար իհարկե սա մեծ վտանգ է, հաշվի հարդար կանեն գլխին ամենավատ հետևանքներով, չնայած սա որոշ իմաստով արժանացել է նման հնարավոր ճակատագրի, իր իսկ խոսքերով, տեսեք ինչեր է նա խոսում այդ Բաքվում գերարվածների դեմ։ Ուրեմն մի կողմ թողենք այդ նախագաներին Ռուբեն Վարդանյանին, ուրեմն այդ բոլոր գերարվածները այդպես մեղավոր են, արա դու հասկանում ես ինչ է նշանակում, հայը թուրքի ձեռը ընկնելը։ Դու հասկանում ես դա ինչ է նշանակում։ Ես չգիտեմ, այնտեղ տարբեր մարդիկ կան, այնտեղ օրինակ արտգործ նախարար կար, Ցախ Ղարաբաղ կոչվածի հանրապետության։ Այդ գերարվածների մեջ կան, որքանով ճիշտ գիտեմ, ոչ բարձր աստիճանի սպայեր։ Դրանք ինչ են արել։ Դրանք հրաման են կատարել։ Դրանք հայ զինվոր են։ Ինչ ես դու դրանց ցանկանում։ Սա մի կողմ թողենք։ Տեսեք, երբ այդ վտանգը առաջացավ Վարդան Ղուկասյանին արտաքսելու Հայաստան, եւ մինչեւ հիմա այդ սպառնալիքը կա։ Չնայած ես ելքը եւ լուծումը ասացի, որն է, իմ վերդիկը հայտարարեցի։ Եվ տեսնում եք ինչպես մտահոգվան որոշ դրա, չգիտեմ, աջակիցները, որոշ բլոգերները եւ իբր որոշ լրատվականները եւ այլ։ Բա հիմա սենց հարց 18 թվականից այդ նույն վտանգը կա, այդ նույն սպառնալիքը, որ ինձ կարող են արտաքսել Հայաստան, որոնց հետ Վարդան Ղուկասյանի նման ղախպա մուսերները հաշվի արդար անեն։ Բայց ինչի ոչ ոք չմտահոգվեց, անգամ ոչ ոք չհեչեցեց այս հարցը։ Հիմա ես դիմում եմ երևանցիներին եւ ընդհանրապես հայաստանցիներին, եթե ինձ աջակիցներ կան, կխնդրեի մի հատ ակցիա անցկացրեք կամ Բուլղարիայի դեսպանատան մոտ կամ ցանկացած տեղ իմ անուն ազգանունը մի հատ հոլովակ ձայնագրեք, որ այսինչ անի Ղազարյանը Արմենին sense սպառնալիք կա, մեկ խնդրում ենք, դիմում ենք եւ այլն, որպեսզի նրան տան ինչ որ կարգավիճակ, փախստականի քաղաքական ապաստարան ժամանակավորապես այս երկրում, որտեղ ես հիմա գտնվում եմ, կամ ցանկացած այլ երկրում։ Եթե աջակիցներ կան, խնդրեմ մի հատ արեք, մի հատ ակցիա արեք։ Մի բան էլ ասեմ եւ այսքանով եզրափակվեմ այսօր։ Մի բան էլ ավելացնեմ Ղախպա Վարդան Ղուկասյանի կերպարին, թե որքանով նա մեղմ ասած սխալ է։ Բազմիցս նա իր հոլովակներում արտահայտել է իր խոնարհմունքը, մի հատ տականք կար է, ոնց էր
Այն հոկտեմբերի 27-ին որ շաննաման սատկացրեցին պարլամենտում Վազգեն Սարգսյանի առաջ բազմիցս նա արտահայտել է եւ մի պատմություններ մի քանի անգամ պատմել է տեսեք ինչ աղբայր ասում է բոլորս գիտեին տեսեք ինչ տականքա հիաց ասում է ըստ ճշգրիտ չեմ հիշում թե իդեպ ես էլ եմ պատմությունից թե ֆինանսների նախարարությունից թե կարևոր չի թե պաշտպանության նախարարությունից մեկին բերել էր իր կաբինետի մեջ եւ գնդակարել ղախպիցն այդ դրա համար շանտ նման սատկացրի դու ով ես մար գողություն էր արել յա բայց քո աղբոր Արամին ինչի՞ չբերեցիր գնդակարեց բայց իր եղբոր Արամ Սարգսյանին ինչի՞ չբերեցիր կաբինետում գնդակարեց խորհրդային միության կառուցված գործարաններ ձեզանով արեցիք թալանեցիք եւ ցելիկոն վաճառեցիք պարտքաստղի ղախպ տականք ձեզ կարելի է թալանել սամասուդ ես անդե ուրեմն սատկի շաննաման սատկացին դրա համար հոկտեմբերի 27-ին եւ ի վերջո դա ինչի էր իրեն թույլ տվել գողություն որովհետեւ գողական մտոլորտ էր ստեղծվել երբ Լևոն Խերպետրոսյանը Վազգեն Սարգսյան գող թալանջիներ եկան թալանեցին Հայաստանը որովհետեւ այս մտոլորտը այդ մտոլորտը առ այսօր պահպանվում է Հայաստանում ուղղակի այսօր այդ բոզի տղա Նիկոլա ամեն ինչը օրինականացնում է եւ այսօր բոզի տղա Փաշինյանը իբր գործեր հարուցելով նախորդ թալանջիների վրա Քոչարյան Սերժիկ բայց ու փաստորեն օրինականացնելու է այսինքն դատարանը փաստորեն արդարացնելու է դրանք միջև հիմա էլ ազատության մեջ է դուք հասկանում եք ղախպիցն ու Նիկոլ արդարացվելու է դատարանով Փաշինյանը եւ իբր թե հայաստանյան լեզու չի բռնմասել հասարակությունը անբան ավելի ճիշտ ասած անբան նիկչոմնի բնակչությունը իբր թե ոչ մի հաշիվ ոչ մի պրետենզիա ոչ մի բողոք չունի էլի վերադառնանք այդ ոնց է դրես ֆակել եմ այդ Հայաստանը որտեղ այս Վազգեն Սարգսյանի անունով կլինի թե ստադիոն թե փողոց ֆակեմ այդ Հայաստանը